Ողջունում եմ բոլորին, հուսամ լավ եք հայր ջան։ Առաջի հերթին կուզենայի շնորհավորել մեր հայրիկներին, քանի որ տարբեր կայքերից եւ իմ երեխաների շնորհավորանքից հասկացա, որ այսօր նշվում է հայրիկների տոնը, ամսի 17-ին։ Մաղթանքս առողջություն ամենակարևորը եւ շատ մեծ հաջողություն, որպեսզի թե շենացնեն իրենց ընտանիքը, ծաղկացնեն եւ հզորացնեն, թե երկիրը լավ եղեք։ Իսկ ինչ վերաբերում է ինչի մասին էի ուզում խոսել այսօր, հայր ջան, լրատվական հասկացողության, մանավանդ ընդդիմադիր, եւ իհարկե կկցեի այդ լրատվականի կողքին ինչա փոխվել, որ քանի որ ես իմ էջում նյութ ունեմ տարածած Թոխմախի Մհերի, որը որ այդ ժամանակ ինքը պատգամավոր էր, ազգային ժողովում, երբ որ մոտենում էին, ուզում էին հարցեր տային, յալլա, սանձներդ լրիվ կտրել եք, չափները տանցել եք, ընդեից լրատվականն էս մեղք, բայց ինչ ենք արել, որ ու հիմա էս մեր ժամանակահատվածում տեսնում ենք լրագրողներին հանգարց մի հատ թարս նայես, կնստի կներեք արտահայտության համար կնստի դեմքիդ, որը որ օրինակ երեք, որ ոստիկանությունը ճանապարհն էր բացում եւ լրագրողը այտենց գազեր էր տալիս եւ բան էր անում, լարվածություն էր ստեղծում, ոստիկանը թեթև հրեց լրագրողին, ասելով ինչ ես ուզում։ Չեմ արդարացնում ոստիկանի արարքը, ոչ մի տիպի։ Աշխատանքից էլ ազատեցին։ Իհարկե կարային նկատողություն կամ տուժտուգանքի ենթարկի, ոչ թե միանգամից ազատեին։ Այդպես են ճիշտ համարել, իրանց պրոբլեմն է, իրանց ոնց որ ասած կառավարման ձևն է։ Բայց նորից, ասեմ, ինչա փոխվել, որ լրատվականներն սկսեցին միանգամից գրել, ոստիկ կարմիր բերետավոր, ոստիկանը հրեց, այն աղջիկներ լսեց թևը բռնել է, թեթև հրելուց, սենց քիչ է մնացել, չգիտեմ, ընկնի ուշք է դա։ Մեզ ցավ պատճառեց լրագրողուհուն կամ բանին աղջկան, 24 News AM-ի աղջկան։ Այ ինչա փոխվել, որ այ էտա փոխվել։ Տեղերով, պրոստը այս դեպքում տեղերով։ Առաջ լրատվականը աստված չաներ մի հատ նիտո հարց տար, գիտեին իր հետ ինչ կկատարվեր։ Իհարկե ընդդիմադիր նաև լրատվականներ կային առաջ, որը որ չեմ ասի ես աշճան, բայց քչի չաթից մի քիչ համարձակ էին, բայց այսօրվա իրականության մեջ, որ ասում եմ աստված չանի մի հատ լրատվականի կամ աշխատակցի թարս նայես, կամ մի քիչ երկար նայես, այդ է փոխվել, ժողովուրդ ջան։ Լավ եղեք, բայց խնդրանքս ձեզ, հայր ջան, մի հատ գիտեք ինչ, դες վիդեոյի մեկնաբանությունների դաշտում խնդրում եմ մի հատ սենց բան նշեք, ընդդիմադիր, որոնք որ գիտեք, որ ընդդիմադիր լրատվական են, 24 News-նա, TV5-նա եւ տարբեր այտենց լրատվականների, ասեք այս ժամանակահատվածում, այս տարիների, վերջի տարիների ընթացքում մի հատ նյութ իրանք ունեն, իրանց լրատվական կայքում կամ հեռուստաընկերությամբ մի հատ լուսաբանել, որ այս ինչ մի լավ բանն է արվել։ Ասենք, չգիտեմ, մանկապարտեզա, այգիներա, ճանապարհներա եւ X-ից, ոչ թե վարքաբեկելով, որ բիտում չկա ասֆալտի մեջ կամ չգիտեմ Չախոյան բանին ցույց տալով այսպես, այլ արվել է այսինչ լավ գործը։ Խնդրանքս ձեզ մի հատ մեկնաբանությունների դաշտում նշեք այդ նյութը, ես
մեծ սիրով մի հատ կնայեմ, տենամ այդ ինչ նյութ է։ Ես համոզված եմ, որ չկա այդպես բան, որովհետև իրանք աշխատում են ոչ թե լրատվականը աշխատում է, որ մարդկանց լուսաբանի նորությունները, այ աշխատում է իրանց տերերի համար, ուրիշ ոչ մի բան։ Լավ եղեք հայր ջան, եւս մեկ անգամ հայրիկների տոնը շնորհավոր լինի, այսքանը հաջողություն ձեզ։